այնպիսի մի հագուստ, այնպիսի մի տեղից գնում կարեն, որ նա մեկ նմուշի չէ։ Աղեղնավորների համար ճանապարհորդական աքսեսուարներ, պայուսակներ, ակնոցներ, այդ ամենը ակտուալ են այս ժամանակահատվածում։ Անցնենք առաջ ցուլերի համար, ցուլ, այծեղջուր եւ կույս։ Ցուլերի համար ֆինանսական միջոցներն են կարևոր, կարող եք ծրարի մեջ գումարներ դնել, նաեւ ծաղիկներ, բոլորին էլ վեներան խոյում է, վառ-վռուն ծաղիկներ կարող են լինել, քաղցրավենիքներ կարող եք տրամադրել նրանց, մնահյուն զարդեր, փափուկ կահույք, վարակույներ, գումարը տրամադրեք, ցուլը մեծ հաճույքով կգնա եւ գնումներ կկատարի։ Եվ սիրելիներս, այդ գնումները չնայած վեներան նահանջող է, Մերկուրին ամսի 14-ից է նահանջելու, որքան գիտեմ ամսի 9-ը արդեն անցած է 15-ին նահանջող է լինելու Մերկուրին, մինչև ամսի 14-15 գնումները կարող եք կատարել։ Էլ ինչեր կարող ենք նմնել, դրամապանակ ցուլի համար շատ կարևոր է եւ ես վերջերս այնպես է ստացվել, որ կարմիր դրամապանակ եմ գնել եւ հենց սկսել եմ ամսի 8-ից կրել այդ դրամապանակը, որտեղ այն ինձ էներգիա է տալիս, վեներան խոյում, հուսամ, որ դրամապանակը այդ մեջի կարողությունը ինձ կբերի առօրյայում, կենցաղում այդ գումարները վատնելու, այսպես վատնելով ես կզգամ փոքր երջանկություն, բայց ասեմ, որ ես շոփագոլիկ չեմ։ Այսպես, ուրեմն, եթե նկարներ, այդ գեղեցիկ ճաշակով նկարվեն, արվեստի գործեր դրանք կարող են լինել, թանկարժեք նկար կամ մնայուն նկար են, եթե խեցգետինը այնպիսի նկարներ են, որոնք բնությունն է, որոնք հին մեր ավանդույթներն են, այդ կոլորիտն է, այնտեղի ցույց դրվում, ցուլը ուղղակի ծաղիկներ, կոլաժներ, այդ հետաքրքիր այդպիսի թեմաներով։ Անցնենք առաջ։ Դե իհարկե, քանի որ ուրանն է գտնվում նաև ցուլում, բոլորի համար, եթե ցանկանում են գնել կենցաղային տեխնիկա, մանավանդ ցուլ, խեցգետին, ձկներ, այծեղջուր եւ կույս կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներ նրանք կարող են գնել, որտեղ օգնող հանգամանքներ կան այդտեղ։ Անցնենք առաջ եւ նաև հագուստներից ցուլերը սիրում են արծաթյա զարդեր, գեղեցիկ հագուստ։ Նրանք երկար են հագնում, իդեմս ինձ ես այդպես եմ, շատ չեմ մաշում, կարող եք շատ թանկարժեք իրեր զարդեր չգնեք, բայց մնայուն, երկարատև, պարբերաբար օգտագործման համար, բայց նաև դրանք լինեն ճաշակով։ Կույսերի համար, ինչպես գիտեք, կույսը դա մաքրության նշան է, աշխատավոր դասն է, խորհրդային աստղաբանության մեջ դա է եղել։ Ուրեմն այստեղ կարևոր է հիգիենայի պարագաները կույսի համար, նրանք